Ֆրինյուզի եթերում հերթական միացումն է Փարիզ, ավելի ճիշտ Նորմանդիա, ինձ Արմանը կհուշի, դե որտեղից Արմանն է աշխատում միջազգայնագետ Արման Ավագյանը, բարև Արման ջան։ Ողջույն Գագիկ ջան։ Է ստացվում է, որ իմ հյուրերը, ում հետ որ ես միանում եմ Հայաստանից դուրս, ես վերջերս անընդհատ ճամփորդությունների մեջ է։ Եվ հերոստադիտողից, որ կարծում եք, թե Էֆելյան աշտարակի դիմացն եմ, բայց այդպես էլ չի, հիմա ուղղակի մայիս 1-յան տոների հետ կապված որոշեցի Ֆրանսիայի Ատլանտիկ օվկիանոսի ափը մի քիչ էլ ուսումնասիրել, ճկնաղ բնություն, գեղեցիկ, մարդիկ բարի, հրաշալի, մի խոսքով Ես այնպիսի մի վայր է, որը խորհուրդ եմ տալիս վիզաների ազատականացման առաջին իսկ հնարավորության դեպքում վիզերի հնագին տոմսերով, 10-20 եվրանոց տոմսերով այցելել Սեն-Միշել, այստեղ Սեն-Մալո, այստեղ ամերիկացիներն են եկել ազատագրելու Եվրոպան, ուզում ասեմ, նայելու լիքը բան կա։ Դե, քանի որ ճիշտ է, մեր այս հաղորդումը տեսագրություն է եւ եթերա գնում Հայաստանում Կիրակի օրը, բայց մենք տեսագրում ենք մայիսի 1-ին, ասել է թե աշխատավորների աշխատանքի տոնն է եւ որի արդեն շնորհավորում ենք բոլոր աշխատավորներին եւ շնորհավորում ենք բոլորին եւ դու հասցրեցիր ինձ թվում է չնայած ճանապարհներին էիր, բայց հասցրեցիր ինչ որ կադր է տեսնել Ես քեզ անկեղծ ասեմ, Արման ջան, ես ուղղակի ապշած եմ լավ իմաստով, որովհետև դու զգացի բավական տպավորված էիր։ Հա, այսքան տարիներ Եվրոպայում լինելով, աշխարհում պատտելով, դու երբևիցե տեսել ես ինչ որ մի երկրում, այսպես ասած, բրենդների շքերթ։ Հա, այսքան երկրում յուրօրինակ բան է, հատկապես մեր երկրում։ Հա, հիմնական արդյունք ստեղծող, հարկեր վճարող, որից գոյանում է երկրի բյուջեն, այդ բոլոր բաները, ընկերությունները շատ հետաքրքիր լուծումներով, հա, մեքենաների վրա իրենց բրենդների նշաններով, բնականաբար ես չեմ կարող այդ ընկերությունների անունները տալ, որ գովազ չդիտվի, բայց նորից եմ ասում, ուղղակի ֆանտաստիկ բան է, շատ լավ է ստացվում մեր մոտ։ Եվ քեզ ասեմ, դա եւ իրենց բրենդի համար է լավ, եւ իրենց ձեռնարկության թիմ բիլդինգի հետ կապված կարևոր հատկանիշ է, որովհետեւ այդ ակցիային մասնակցում են ամեն ձեռնարկության անդամները եւ մի տեսակ մի հպարտություն է նաեւ իրենց համար ներկայացնել իրենց ձեռնարկությունը, դուրս գալ հանրապետության հրապարակ, մի խոսքով երկիրը իր հունով, հա, իր շքերթներով, ամերիկներով, այո Եվ այդ ամբողջում մենք լսում ենք միայն նմանատիպ լուրեր, ինչքան հետաքրքիր է, չէ, Գագիկ ջան, ինչքան է մեզ սա փոփոխված վիճակ, եթե համեմատում ենք նախորդ տարիներին, հա, որտեղ մեր ամեն զարթնելը մեր հետ կապված էր արդյոք այսօր սահմանում ինչ եղավ, արդյոք այսօր խփեցին, չխփեցին, կրակեցին, չկրակեցին, ահա, տարբերությունը պատերազմի եւ ոչ պատերազմի կամ խաղաղության մեջ Ընդ որում գիտես ինչ, հետաքրքիր է, որ ժողովուրդը իր մասնակցությամբ մնացած ամեն ինչով ակնհայտորեն ցույց է տալիս, որ ինքը պատրաստ է այս ամեն ինչին։ Ինքը պատրաստ է այս խաղաղությանը, ինքը ուզում է այս խաղաղությունը, երբ որ նայում ես, որ հրապարակում բարի միջազգային օրը կարող են 4000 մեր փայլում, փառահեղ, ես իրենց շատ եմ սիրում, երիտասարդները հավաքվեն ու հայկական պարեր պարեն, ընդ որում մեկը մեկից ռեկորդ է։ Հա, հրաշալի է, իրոք բացառիկ է, որովհետև մենք այսօր մենք ունենք մի սերունդ, որին մենք ոչ թե փոխանցում ենք ինչպես անենք, որպեսզի տղա ջան կարողանաս այստեղից փախնես, գնաս մի բան, մի մարդ դառնաս, ինչպես անենք աղջիկ ջան, որ դու այստեղից գնաս միտեղ ուսում ստանաս, այս երկիրից շուտ լքես, այլ ինչպես անենք, որ դու քեզ էլ ավելի երջանիկ զգաս քո հայրենիքում։ Դա հիանալի է։ Եվ ընդ որում երջանիկ զգում են, ու այստեղ մի շատ կարևոր հանգամանք էլ կա, չէ՞ որ մեր մոտ առաջ Հայաստանում
դե ընդունենք, հա, էլի զարգացում լինում էր, էլի շինարարություն գնում էր, էլի Երևանի տեսքը փոխվում էր, բայց ամեն ինչը մի տեսակ Երևանակենտրոն էր։ Միայն Երևանում, հա, որովհետև բիզնես հաջողությունն էլ կարող էր միայն Երևանում լինել, բայց այսօր մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում Հայաստանի մարզերում։ Մարզերում, այո, որովհետև այն ժամանակ միայն Երևանի կենտրոնում էր լուսավոր երեկոյան։ Նույնիսկ։ Հա։ Հենց դուրս էր գալիս, գնում էր դեպի կինո հայրենիք, արդեն մտնում էր մութ աշխարհ։ Օրինակ, դել չասենք գյուղերը, դել չասենք մարզերը, որտեղ նախորդ օրը լսում եմ, մեկը ասեց, սա գյուղ չէ, սա քաղաք է։ Պատկերացնում ես, մարդիկ ասում են, հիմա մենք ունենք մանկապարտեզ, հիմա մենք ունենք, չգիտեմ, մարզակենտրոն։ Այսինքն մարդիկ բաներ են բացահայտում։ Ոնց որ գիտես ինչ, Գագիկ ջան, ես եւ դու բացահայտենք, որ ջուրը կարող է նաեւ տաք լինել, տաք ջուրով լողանալ, ասես։ Դրանք տարական պրիմիտիվ բաներ, որոնք մարդիկ տարիներ շարունակ այս մարդկանց խաբել ասել են, դե Ղարաբաղ ենք պահում, դե պատերազմ, դե փող չկա, դե բյուջե չկա, դե հեսա ռուսները մի քիչ կօգնեն, դե եվրոպացիքից ինչ բան անենք, մեկա չեն օգնի։ Չգիտեմ, այնպիսի խոսքեր, խոսույթներ, դու հələ մեկ վարքյան փորձենք այդ Արոյան, հա, մենք այսօրվա լուրերն ենք նայում, նյուզֆիդն ենք նայում այսօր, խոսում ենք շքերթից, պատկերացնում ես Գագիկ ջան։ Վերջին անգամ Սանտարում այդ նյուզֆիդում բացել եւ խոսել նմանատիպ իրադարձություններից, համերգներից, մշակութային, տնտեսական լուրերից, հասկանում ես, այդտեղ խոսում ենք միտեղ, լսեք, Իրանը հենց այս պահի դրությամբ տեսնում եք ինչ է կատարվում, հա, ասենք ռմբակոծությունից 5 պակաս է։ Իսկ մեզ մոտ Աստծո կամքով խաղաղությունը եւ բոլորս պետք է պայքարենք եւ այդ խաղաղության համար է, որ օրինակ թույլ անդրադառնանք արդեն մեր այս երագլուխ արդեն ինչպես ասում են տրադիցիոնալ դարձած լեգենդար մեր տեխնացուների մասին եւ հատկապես ես ուզում եի մի հատ բան էի նկատել, լսի, ես ճիշտ ասած նայում եի այդ չգիտեմ ինք արհեստական բանականություն սամոնա թե չգիտեմ ռոբոտ սամոնա թե ես իմ չէ դե ձայնը մի տեսակ թե սուֆլյոր սամոնա, որտեվ տենց նայում էի էլի ոնց էր խոսում, սենց սուֆլյորին նայելով, սենց աչքերը գնում էին սուֆլյորի հետ, կարդում էր էլի։ Այդ որ հավաքել էին բոլորին ու մի տեսակ զգացին ինչպիսի Կիմ Չեն Ունյան վիճակ էր այդ ժողովը, սենց բոլորը նստած, չգիտեմ նայել ես այդ կադրերը, դրանք բացառիկ կադրեր են, ուրեմն առավոտյան նայեցի Նիկոլ Փաշինյանի լայվ բանը, հա, այդ Մամլո ասուլիսը, որտեղ գալիս են այնպիսի մի կրեատիվ, այնպիսի մի հիբրիդ կրեատիվ հարցեր են տալի, հիբրիդային կրեատիվ հարցեր են տալիս ու Էդի ճակերտների մեջ, հա։ Բնականաբար արդեն վարչապետն էլ բանը, արդեն այդ դրա անտիվիրուսը ունի, շատ հանգիստ, սառը կշռադատված, հա, այդ բոլոր այդ խոսույթներին պատասխաններ է տալիս ու մեկ էլ այդ ուժեղ Հայաստան, ուժեղ փայգծերում, էլի, ուժեղ այդ իրանք են կարծում, որ ուժեղ են։ Որ ասում են ձեռները 2 կոպեկ փող անգել, կարծում են ուժեղ են։ Ու սրանք նստած են այսպես ու նա խոսում է եւ մի հատ հետաքրքիր բան լսեցի, ուրեմն այդ 300,000 աշխատատեղերի մասին։ Ինքն ասում, այդ մարդը, որ ուզում է 300,000 աշխատատեր ու ինչքանով հասկացանք, դա նրա մեխն է, դա նրա ծրագրի, նախընտրական ծրագրի այն ամենակարևոր բաղադրիչ մասն է, ու ասում են, դե ոնց պետք է անեք դա 300,000 ու պատասխանն է շատ հետաքրքիր։ Դե մենք կանենք, չի ասում է մենք կանենք օրինակ լավ, ասենք Տաշիր գրուպը կարա անի, չգիտեմ, 212,000 աշխատատեղ, որից ասենք չգիտեմ 120,000-ը կգնա այստեղ, 80,000-ը այնտեղ եւ այսպես եւ իսկ ինչ ենք լսում դրա փոխարեն Դե մենք կանք, դե մեր Սփյուռքում էլ կան մարդիկ, որ կօգնեն, այ մարդը, այդ Սփյուռքում օգնողները օգնեցին, չօգնողները չօգնեցին ներողություն արտահայտությանս, եկեք այդ Սփյուռքին հանգիստ թողեք, Սփյուռք ջան, եթե ուզում եք օգնեք, եկեք ձեզ օգնեք, տուն գնեք Հայաստանում, բիզնես բացեք Հայաստանում, եկեք ձեր պեսոսները, ձեր դոլարները, ձեր եվրոները, ձեր ռուբլիները, որտեղ որ եք, էլի հիմա, եկեք ծախսեք Հայաստանում տուն առեք ձեզ, բիզնես նորից կրկնեն, այ մարդ, չգիտեմ, եթե հույսներ էդ սամոնա, որ պետք է աշխատատեղ ստեղծեք,
այդ արդեն ոնց որ ասում են, չէ, հումորը էլի իրականում հասկանում ես, չէ, այդ պաթոսային ժողովները, Գիտես, հայտարարությունները, որոնք ոչ մի էական բան չկա, որ էլի էական 150,000 դրամ տանք մեր ծերերին։ Այմար դու այս ծերերը բուժվել են ուզում, այս ծերերը միլիոն, 2 միլիոն դրամի բուժվում են արդեն։ Ձեր 150 դրամով ում եք եկել զարմացնելու։ Ես հիշեցի տարիներ առաջ, եթե ավելի ճշգրիտ ասեմ, մի 15 տարի առաջ մի քաղաքական ուժ կար, որի լոզունգներից մեկն էր փող տպել եւ բաժանել ժողովրդին։ Դա հասանք։ Հա, ու տես գիտես ինչ շատ հետաքրքիր էր էլի, ասենք գաղափարը, հա, փողը տպում ես, բաժանում ես մարդկանց, մարդիկ երջանիկ վազում են խանութներն ու սուպերմարկետները, սկսում են իրացնել ու սկսում է մի կատաստրոֆիկ ինֆլյացիա բան, բայց այդ մարդը այդքան չէր խորացել։ Կարևորը մարդկանց փող բաժանենք ու ես հիշում եմ ինքը իմ հաղորդման հյուրն էր, ես հարցրեցի բալավ, նպատակը որն է, դե ասում է նպատակը այն է, որ երբ որ բոլորի ձեռքին փող եղավ, բոլորը այդ փողը կծախսեն, տնտեսությունը կծաղկի ու ես հասկացա, որ տնտեսական նոր ալտերնատիվ մոդել է ստեղծվել, հասկանում ես։ Դուք know-how-ի է տնտեսական, որ ասենք այն գյուղացին, որ բերելու էր իր պոմիդորը վաճառել շուկայում, դիցուկ ասենք 500 դրամ, հիմա կվաճառի 50,000 դրամ, բայց դա ասենք տնտեսական մոդել է, էլի, էլ չենք խոսում, թե ասենք ինչ կսպառներ երկրին, վալյուտային, հա, ինֆլյացիան հերիք էր, հա։ Հիմա այս խոսույթները ինչ որ առումով նման են դրան, ես չեմ ուզում մարդիկ ազատ են իրենց ծրագրերում, ինչ ուզեն նշեն, իրենք կարող են նշել, շատ ներողություն, այդ ծրագրերին կարող են նշել, բայց ծրագրերը պետք է մի քիչ լավ չասեցիք 100%-անոց, իրականությանը գոնե մի քիչ մոտիկ լինեն։ Հա, թե չէ կարելի է 300,000 աշխատատեղ ես խոսում ու խոսում ես Սփյուռքի նման վերացական հասկացությունից։ Սփյուռքը շատ կոնկրետ հասկացություն է, բայց նաև շատ վերացական հասկացություն է։ Որտեղ եթե Սփյուռքից ունեցել ենք մենք ներդրումներ, բայց եկեք ճիշտ ընդունենք, Սփյուռքի ներդրումները մեր ձեռքերի 2-10 մատի վրա կհաշվենք։ Ավել չեն գնա, եթե խոսում ենք լուրջ ներդրումներից, Էրնեկյան, հա, այդպես։ Դե գիտես, այդ ներդրումներն էլ ավելի շատ եղել են Հայաստան հիմնադրամին ուղղված հանգանակություններ, որոնք հետո գնացել են, փոշիացել են, որտեվ այդպես էլ մենք այդ տասնյակ տարիների ընթացքում եկած այդ գումարները 10, 15, 20, 30, 35 միլիոն դոլարների տեսքով, չգիտեմ, ռեալ չտեսանք, կարող է սխալվում եմ, բայց ամեն դեպքում լավ իր տնտեսական էֆեկտը չտեսանք, այսպես ասեմ։ Դե ինչպես ես ուզում տեսնենք, որ այդ էֆեկտը, երբ որ դրանք ընդհանրապես հանգանակության գումարներ են, ինչ են դրանք 50, 100, 20, 10 դոլար, եվրո, հա, այսպես կլորացված ասենք։ Գումարներ, որոնք Սփյուռքում գտնվող ինչպես եւ ինձնից շուտ նույնիսկ եկած, հա, տասնամյակներով շուտ եկած Սփյուռքի անդամներ, հանգանակության տեսքով Հայաստան օգնենք գուզել քեզի դեսքով, հա, այսպես ուղարկել են գումարներ, որոնք պետք է ուղղված լինեն, չգիտեմ, հա, մի նորմալ երկրի համար նրանք պետք է ուղղված լինեն ինչ-որ մի բնակարան, օրինակ հերու տնից տեղից քաղցկեղի դեմ պայքար, չգիտեմ, այս մանկատների դեմ պայքար։ Իսկ դա մենք վերածել ենք մի համընդհանուր մի գործընթացի, որտեղ դու ինչպես ես ուզում Գագիկ ջան, 10-20 միլիոն դոլար է մի երկրի մակարդակով, դու ինչպես ես ուզում դրանով աղքատություն վերացնես, դու ինչպես ես ուզում դրանով թոշակներ բարձրացնես, դու ինչպես ես ուզում դրանով դպրոցական երեխաներին ջեռուցում ապահովես ձմեռը, դու դա չես կարող, որովհետև երբ որ քո սիստեման էնդեմիկ խնդիրների մեջ է եւ դրա պատճառը, ամենակարևոր պատճառը գտնված է, դա մենք ունենք այդ կոնֆլիկտը, Ղարաբաղը, մեզ այսպես թուրքերը եւ այսպես շարունակ եւ արանքից ինչ ենք անում այդ
գումարները գրփում ենք ինչքան հնարավոր է շատ, դե պարզա որ այդ հանգանակությունները նույնիսկ ձեռքել չտային, այդ հանգանակությունները որպես այդպեսին տենց ահռելի գումարներ չեն մի երկրի համար։ Դա օքեյ մի ֆոնդ է, բայց այդպիսի ֆոնդեր կարող են լինել տասնյակներով, որոնք պետք է ուղղված լինեն ինչ որ ըստ նախասիրության, հա, ըստ հանգանակողների կամ հանգանակողի նախասիրության, հա, ուղղված լինեն ինչ որ մի բարեգործության։ Այստեղ բարեգործության մասին չի։ Այս մարդիկ դեռ այս հին են, այս ինչպես ասես երագլուխ էս ռուսական էս երագլուխներ էս ընդդիմությունը դեռ այդ հանգանակության բանի մեջ, այսինքն մենք մեր փողերը մենք լավ նորմալ մենք հարիվ չենք հիշենք էլի Քոջանի խոսքը մենք տենց շուստրի փողերը տանենք բան Toyota-ն մերն է, էս մերն է բան, էսա մերն է, մենք տանենք հյուրանոցները մերն է բան, ման, էս կոմենքո, այսպես ենք էլի, այս մարդկանց խոսույթն է, այս մարդկանց տասնամյակներով արված գործն ենք խոսում։ Եվ ժողովրդին ասենք դե մի 150,000 դրամ, դե մի էսպիսի ձեզ, դե ես որ այդ փողը ունեմ, ես այդ փողը կտամ։ Եղբայր, ես չեմ հասկանում, էլի, քեզ ով է հավատացել, որ ունենալ 4-5 միլիարդ դոլար, այդ նշանակում է, որ դու արդեն դարել ես Իլոն Մասկ։ Չէ։ Իլոն Մասկը մոտավորապես 800 ունի։ Բայց էլի արդեն տրիլիոնին ամոթ են։ Ահա հանում է սպիտակ տնից, տշում է դուրս։ Հասկանում ես, կա պետություն եւ կա մի մարդ, որը պետություն, հա, ինքը շատ լավ տես ճյուներ է ասում, իր մոտ թնել չի ստացում լավ, բայց կա պետություն, բայց կա նաեւ, ասենք ինչ որ մարդիկ, որոնք ունեն գումարներ, շատ լավ ունեք գումարներ, ինչ եք բերել մեր աչքը կողում։ Մի հատ գործ արեք, տեսնենք, մի հատ լավ հետ սարքեք, տեսնենք։ Մի հատ լավ գործարան սարքեք մի 2000 աշխատատեղով, մի հատ գնացեք կամերաները դրեք, ցույց տվեք։ Մի հատ ցույց տվեք Տաշիր գրուպի 5000 աշխատատեղով մի հատ գազան գործարան, որ Ռուսաստան է արտահանում մի գազան արտադրամ։ Մի հատ ցույց տվեք։ 10 տարի այստեղ եք, ցույց տվեք։ Չկա, չէ։ Բայց 300,000 եկել եք մեզ, որ ասում եմ, մեզ խափելու։ Ինչի համար։ Չէ, ախպեր, դուք ձեր ընտանիքի անդամների հետ հավաքվեք ձեր համար, եթե ուզում եք տենց երկիր ստեղծեք, ինչ որ տենց հայրենասիրության մասին ինչ որ բաներ եք խոսում, հերոսների մասին, ուրեմն խոսում են մարդիկ հերոսներ, որոնք զանգում են մարդկանց ասում են, փող կտանք, եկեք մեր ժողովին։ Հա, հա։ Հերոսնուր, էտուր, չմասկան։ Ընդ որում ես քեզ ասեմ, ես այն հաղորդման, անցած հաղորդմանն էլ էդի նշեցի, մեր հատուկ ծառայությունները փայլուն են աշխատում, փայլուն, նորից էլի դրվանտանքի խոսքեր իրենց, որովհետև այն ինչ որ հրապարակում է, քեզ ասեմ, հա, արդեն լավ իմաստով ինքը դարձել է սերիալ, առավոտյան արտանում ես, ասում ես բացեմ համացանցը, տեսեմ ինչ որ նոր բացահայտում, նոր սենսացիա կա, թե չկա ու հիմնականում կա։ Ու հիմնականում այսպես է, տենանք այսօր տաշիրենք ում են ինչ փող խոստանում ու չկարացան։ Հա։ Կերել։ Ուղղա դա, բայց փաստա, այսինքն այնքան փաստորեն չկա ծրագիր, այնքան փաստորեն չկա հենք, այնքան փաստորեն չկա համոզվածություն, որ դա կարող է հաղթանակել, այդ համոզվածությունը մենակ այդ վիդեո ռոլիկներում կա, ապագա վարչապետ, Դարի Աստված, Հիսուս Քրիստոս, ինչ ուզում եք կարող եք անունը դնել, բայց այդ դրեք դուք տունը ձեր համար նայեք, որովհետև երբ որ դուք բռնվում եք մարդկանց փող առաջարկելուց, այդ նշանակում է, որ ձեր ռեյտինգը 0 է։ Ամենահետաքրքիրը գիտես ինչն է, օրինակ ես անհամբերությամբ սպասում եմ այդ ընտրարշավը սկսվելուն, որպեսզի տեսնեմ դիտակտիկ, հա, այսպես ասած, ակնառու տեսնեմ, վիզուալ, հա, վիզուալ, թե ինչպես են բոլորը, այդ թվում ներկա իշխանությունը, որը իդեպ ասենք այդ առումով ընդհանրապես խնդիր չունի, հա, մարդկանց հանդիպելու, շփվելու, Փաշինյանի շնորհքը ի վերուստ է տված ոնց որ այդտեղ, բայց ինձ հետաքրքիր բավականին հմտացել են, հիմա արդեն պրոֆեսիոնալ ձևով այդ ամենը։ Հա, ու ինձ հետաքրքիր է թե ինչպես է ստացվելու իրենց մոտ այդ հանդիպումները, հա, նույն էս մարդկանց մոտ, հա, այնտեղ արդեն ոնց որ Ծառուկյանը սկսել է հանդիպել, այնտեղ խոստումներ է տալիս, բան,
ինչ որ ժողովուրդը թույլ է Գագիկ ջան, կներես էլ ընդհատեմ քեզ։ Մենք տեսանք Ռոբերտ Քոչարյանի հանդիպումները ճակերտներում։ Տեսանք էլ, որ հատուկ այնպես են անում այդ փողոցում երկու հոգի աչից քայլի, երկու հոգի ձախից քայլի, մի ծանոթ մարդիկ գալիս են, տենց մոնտաժված նյութեր, տենց հպանցիկ մարդիկ, որտեղ երրորդը գալու է, մի հատ հայոյանք տա։ բայց Չէ, ստատիստիկորեն ամեն երրորդը գալու է հայոյելու։ Ստատիստիկորեն չի կարող ուրիշ ձև լինել։ Բայց փաստը մնում է փաստ, որ ուզեն թե չուզեն, բայց իրական հանդիպումներ են լինելու, հա, այսինքն եթե իրեն գնում են դիցուկ շիենգավի լինելու, դե նայ մեր Տաշիր Սամոն մի հատ ժողով անցկացրեց, ասուլիս են դնում անունը, դու նայել ես, դե մենք պրոֆեսիոնալ ենք հեռուստատեսության, դու նայել ես այդ նյութերը, նրա ձայնը, ռոբոտի պես, այդ սուֆլյորով կարդալը, այդ մարդկանց շարժվելը, այդ ստոպ կադրները, որ սենց հայացք դեպի Կիմ Չոնգ ուն ապագան, խնդալի է, ժողովուրդ այսօր ուրիշ տեղ ենք, այսօր Netflix կա, CNN կա, այսօր լրիվ ուրիշ դարում ենք, դուք դեռ սովետին եք։ Այսօր մենք ունենք, ասենք, երիտասարդություն, որոնք գրում, անգամ մտածում են օտար լեզուներով, երիտասարդ կինոյով հեռուստատեսություն։ Հա, լայվ են անում, ամեն ինչ էլ անում են, երբ որ որոշում են 4000 հոգով ելնում են ու սկսում են հրապարակում ապարել, իրենց մոտ այդ մեթոդները բացարձակ չեն անցնելու։ Այսինքն իրենք նայելու են, տեսնելու են, ես չեմ փնովում այդ ուժերին։ Չէ, բայց այդ ուժեր մեկ է Դե ոնց որ Բրեժնևը լիներ, մի հատ նայ էլի, մեկ է Բրեժնևի ժամանակ են տեսնում։ Միգուցե մենք հուշենք, որ դուրս եկեք ձեր բաներից, կաբինետներից, ապարանքներից, ռեալ հանդիպեք մարդկանց հետ, ասեն գնացեք, հետ էլ կանեն, Գագիկ ջան, մի մտածի, պաստանովկայով, մասովկայով, ճիշտը խոսենք, մասովկա են ալու, մի հատ բաց տարածություն, որտեղ ձախի վրա լինելու են այս մասովկան 5000 դրամ մարդա, աչքի վրա լինելու են այս մասովկան, չէ, ոնց է կինո նկարահանում, չէ, մարդկանց կարող ես մասովկա բերել, կանգնացնել, վճարել, ծափ տվողներ, ուրախացողներ, դուդուկ դամ պահողներ, Ղարաբաղը տվեցին լացողներ։ Չէ, ամբողջը ծրագրավորված, կազմակերպված գնում է, ես թույլ տվեք սա մի քիչ այսպես հումորային ձևով ասեմ, բայց այնքան դա ակնհայտ է, որ այնքան մեր ժողովուրդը տեսել է, մեր ժողովուրդը նկատի ունեմ երևի մեր տարիքի, հա, միջին եւ ավելի, որովհետեւ դա չեմ մաղթում մեր երիտասարդներին, որ իրենք հանգարց տեսնեն Բրեժնևին, Չեռնենկոյին, Տաշիր Սամոյին, որը սուֆլյորով նստած կարդում է, ինչ որ անգիր արած նախադասություններ է ասում, որ ինքն էլ երևի չի հասկանում ինչ է խոսում։ Ես հասկացա, որ այդ մարդը ինչ որ բաներ է կարդում, որ դրանից հետո կամ դրանից առաջ իրան բացատրելն ընդհանրապես այդ ինչ է։ Ես հիշեցի Այսօր մի տեսակ հումորային է գնում մեր զրույցը, բայց երևի թե օրվան այնքան պաթետիկ է այդ ամեն ինչը, որ օրվա խորհրդին համահունչ է գնում։ Ես հիշեցի, որ դպրոցական էի եւ մեզ տարել էին Երևանի կենտրոն ավտոբուսներով, բոլորիս տվել էին կարմիր sense փայտիկների վրա ամրացած դրոշակներ, ԽՍՀՄ դրոշակներ, առանձնապես չէի էլ պատկերացնում, դե առաջի շարքում պետքա լինեն երեխաները պիոներական այդ վսկապներով, հետո հետևը երջանիկ բանվորները, բանվոր դասակարգը շատ երջանիկ, հետո իրանցից հետո պետքա լինեին չափազանց երջանիկ ուսանողները, ու այսպես շարունակ, հիմա մենք կանգնած ենք այդպես երջանիկ, ու մեկ էլ սենց աղմուկը եկավ, սենց ասեցին Բրեժնևը եկավ, բայց ստեղ մի հատ կոմիկ պատկեր, իրականում այդ բանը արգելափակոցից անցել էր մի հատ երևանյան փողոցի շուն, ու այդ բաց փողոցով ուրախ վազելով գալիս էր։ Այնտեղ արդեն մենք դրոշակներն էինք թափ տալիս բանել, այսպես կուրիոզ բաներ են։ Ողջունեցիք սովետական շանը։ Սովետական շանը, հա։ Ու այդ իրականում դարձել էր համարյա անեկդոտային պատմություն, բայց դա իրական պատմություն էր։ Ու մեզ մինչև այսօր այդ ուրվականը ուղեկցում է։
մեկ Եվ մարդիկ այդ ուրական ուղեկցելով հանդերձ այդ վտանգավոր խոսույթները ես մի բան էլ նշмарեցի, ես չգիտեմ ժամանակ ունենք շատ արագ ասեմ, ուրեմն մի պահ կար, որ լսեցի մի տեսակ նա չօգտվեց, վարչապետը չօգտվեց իրադրությունից, մի տեսակ տպավորություն էր ոնց որ հենա Իրանում ոնց որ կռիվել սկսվել էր, ստեղ էլ կարելի էր մի հատ մի բան անել, էդ էլ չկարացան անել։ Լրիվ այդ ռուսական զամուծից զամուտիցի հայ ինչ-որ տես բաներ է այս մարդը խոսում իրականությունից լրիվ կտրված այն որ մենք մի քանի միլիարդ ունենք այդ մի քանի միլիարդը մի հատ պետքա բարձենք որտեղ ունի արդյոք իր անունով է արդյոք որտեղ է արդյոք եթե Հայաստանում չի մեզ դրանից ինչ դե ինչ ասեմ ես փորձում եմ իրենց հուշել իրական ճանապարհը որն է մարդկանց սրտերը շահելու պոտենցիալ ընտրողներին հրապուրելու հա բայց իրենց գնացքը գնացել է կարծում Իչը գնացքը գնաց ես կարծում եմ որովհետև մեր հայ ժողովուրդը Գագիկ ջան տեսնում է ինչպիսի կենաց մահու կռիվ է տալիս ուկրաինացի ժողովուրդը որ Պուտինյան ռեժիմից ազատվի դուրս շպրտի Մենք մեր խելքը հացի հետ ենք կերել, որ մենք մեր ձեռով Պուտինին բերենք, ասենք, արի մտի մեր երկիր։ Մեզ այդ ում տեղն եք դրել։ Մենք վատ օրինակը ունենք մեր աչքի առաջ։ Եվ թույլ չենք տալու, որ ոչ ռուսը, ոչ որևիցե մի ազգություն գա մեզ կուտ տա, խափի, մեզ ասի, որ թուրքերը սենց, ազերները նենց։ Ես չի աշխատում այդ խափելու հերթական օրինակը տեսա, ուրեմն դե մի տեսակ սիրուն չի լինի, որ այս շաբաթ մենք Զախարովային չանդրադառնանք։ Գոնե հումորով նորից։ Հա, լրիվ հումորով, ուրեմն ինչ որ վրացական թեմայով հարց էին տվել, քանի որ արխիվում մայիսի 9-ն է իրենց սեփական հաղթանակը, դա աշխարհի հաղթանակը չէր նացիզմի դեմ դա իրենց սեփականաշնորհած հաղթանակ։ Դա միակ բանն է, որի շուրջը իրենք կապիտալիզացում են իրենց հաղթական առաջընթացը, որը Կուպյանսկում է։ Հա, որով չեն կարողանում Կուպյանսկը գրավեն, ու ինքը ասում էր Վրաստանը պատկերացրեք 3.5 միլիոն բնակչություն է ունեցել, եւ վրացիները 700,000 զինվոր են տվել Կարմիր բանակին, որոնց կեսը չի վերադարձել։ Ու ասում է դա մի երկրի արտաքին հարցերի գլխավոր խոսիչը, հա, արտաքին հարաբերությունների, որը օկուպացրել է այդ երկրի տարածքը 20% տարածքը ու ինքը խոսում է հաստատի հա որ գիտեք ինչ վրացիներ ջան դուք մենք մեր ընդհանուր պատմությունը որն է ձեր ընդհանուր պատմությունը նույն տեքստը իրենք կարան հղեն նաև մեզ, բայց հակառակ տրամաբանությամբ այս անգամ, հա, այն բան արեցինք Արցախը տվեցինք, հետո բան արեցինք մինչև այդ բան արեցինք Մասիսը տվեցինք, այսօր որ մերոնք այսքան ասում են Մասիսը, Արման ջան, Մասիսը նախ չի եղել թուրքական, եղել է պարսկական, այդ 1918-ից Եվ վերջի ո՞ր պայմանագրերով որ այդ Արարատը գնացել է թուրքերին, ռուսներ, իհարկե, ո՞ր պայմանագրերով, ընդ որում պայմանագրերով այս Արարատը հայտնվել թուրքերի ձեռը, ընդ որում դա եղել է, էլի գցում եք մեր գրպանը, Ղարաբաղը տվել եք ինքներդ, գցում եք մեր գրպանը, Մասիսը տվել եք ինքներդ, գցում եք մեր գրպանը, թե կարծում եք ինքն է պատմել իր պրոֆեսիոնալ գործունեություն սկսած ասֆալտ փռող տաշիր Սամոն Տիգա մեզի տիրություն անի, հա։ Հիմա ձեր խելքը ձեր հացը եկեք կերիա Զախարովաներ եւ մնացած բոլոր Կիրիենկոներ։ Դուք զբաղվեք ձեր պաշտոնները պայելու, որովհետեւ վերջում դուք Կուպյանսկից հեռու չեք էլ կարողանալու գնալ եւ ձեր ժողովուրդն է սոված մնալու։ Ընդ որում արդեն ակնհայտ է Ռուսաստանում ինչ որ խլրտումներ են սկսվել, որը սկիզբ առավ որոնք կարող են նաև ձևական լինել։ Հա, սկիզբ առավ կովերի կոտորածից ու այսպես շարունակվեց, հիմա գնալով ավելի լուրջ ընթացք է ստանում, որովհետև երկրի ղեկավարը սենց շատ լուրջ սենց վերցնում է, ասում է դու ապսեում ամեն ինչ նորմալ է,
ժողովուրդը տեղում կարողանում են լուծել հարցերը, ու մենք տեսնում ենք տեսանյութերը, թե ինչ է կատարվում։ Այսինքն Ռուսաստանը կորցրեց հիմա տուապսենել։ Այսինքն այս տարի նվազագույնը, բայց նաև տարիներ են կողմ, այդ էկոլոգիական աղետի պատճառով այդ գեղեցիկ տուրիստական շրջանը, ես եղել եմ ժամանակին խորհրդային տարիներին Տուապսեում, ֆանտաստիկ տեղ էր։ Ասենք դա էլ ժողովրդական լեզվով ասած վարի տվեցին։ Նորմալ է։ Արման ջան, մեր եթերաժամը էլի անսպասելի սպառվեց, եթե ինչ-որ բան ունես ասելու, 1 րոպե ունենք, կարող ես ամփոփել։ Ընդամենը պետք է ասեմ, որ այդ բոլոր Բերեգիս ավտոմոբիլյա, Մոսկվաս Լիզամնի վերիտ, այդ մնացած բոլոր սովետական սցենարներով մշակված, նմանատիպ սցենարներով մշակված ծրագիրները ուզում է լինեն ասֆալտ փռելով գործունեություն սկսած Տաշիր Սամոյով, ուզում է լինեն Քոչարյան Ռոբերտով, որ ամեն ինչ անում է, որ այդ $200 միլիոն, որ պետությունը ուզում է հանկարծ չտա, ուզում է լինի, ասենք, բելարուսական հիմքով, որ ամեն ինչ անում ենք, որ հանկարծ մեր այդ պարտքերը չտանք, մեր փողերը չփակենք, մեր ռուսները գան, մեր սաղը բանանենք, եւ ուզում է լինեն մարդիկ, որոնք ընդհանրապես տարապում են, այսպես ասենք, տարրական ինչ-որ հակա ինչ-որ նիկոլական ինչ-որ բանով, որը չի կարելի բացատրել երկրի կորուստին համաձայնելու հետ, ես խորհուրդ կտամ, որ հանգիստ նստեն տեղները եւ ուրախանան, որ հայ ժողովուրդը գնում է առաջ եւ այդ առաջընթացը լինելու է ոչ թե դեպի հյուսիս, այլ դեպի արևմուտք։ Այո, շնորհակալություն Արման ջան։ Ես շնորհակալ եմ։ Եվ վերջում հիշեցնեմ, որ Երևան-Փարիզ ձևաչափով Փարիզից ինձ հետ աշխատում էր միջազգային ագետ Արման Ավագյան, ամենայն բարիք ձեզ, լավ եղեք։